չգիտեմ արդեն որ երրորդ անգամ պիտի այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որ այս ամբիոնից 2018 թվականի արդեն ամիսը ապրիլի 17-ին հայտարարել էր եւ որ մենք այլևս չէ պիտի այսինքն հայտարարել էր որ այլևս պետքա սպասենք պատերազմի Ես այնքան կարդացել եմ դուք եկեք խոսացեք Այսինքն Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր որ բանակցային գործընթացը այլևս թևակողել է պատերազմական փուլ եւ ուզում եմ նաեւ հիշեցնել որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը ինքը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել դրա արդյունքում ոչ թուղթ ոչ բան չի ստորագրվել եւ ուզում եմ հիշեցնել նաեւ թե ինչպես այս ամբիոնից խոսել ենք որն էր պատերազմը թույլ չտալու դրանից առաջվա Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը մեղրին փոխել Ղարաբաղի հետ եւ այլն եւ այդպես շարունակ մադրիդյան սկզբունքներ եւ այլն եւ այդպես շարունակ բայց գիտեք այդ թեման իրականում անկեղծ եմ ասում Տիկին Մինասյան ես ոչ ձեզ ոչ էլ ազգային ժողովի մյուս падգամավորների հետ ասել եմ բանավեճ չունեմ Այդ մարդկանց ասել եմ հերիքա բանի տենց կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու տենց բան լուրջ դեմքով բաներ պատմեք լսեք բան ունեք ասելու էլի կրկնում եմ եկեք գնանք խոսանք ուղիղ եթերում հերիքա գնանք տենց մութ անկյուններում բան տենց առանձնացված բան ունեք խոսալու եկեք գնանք խոսանք Ինչի մասին եք ուզում խոսանք Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք Ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք Ինչի մասին եք ուզում խոսանք Եկեք գնանք խոսանք Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ ինչքան պետք է գնան թաքուն ստեղ այնտեղ էս պատի տակ են ծառի տակ այն անկյունում ինչքան մութ ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան բան ունեն խոսալու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, ասում եմ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք, ինչի չեք գալիս,